Ադրբեջանը նորից պահանջում է Հայաստանի իշխանություններից փոխել սահմանադրությունը։ Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևը այդ մասին նորից խոսել է Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Մինչև դա էլ թուրքական Global Haber լրատվականին է ասել, որ տարածքային պահանջները Հայաստանի սահմանադրությունից հանելուց հետո Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ խնդիր չի տեսնի։ Թեման կքննարկենք Հայդուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լարա։ Ինչու է հենց հիմա Բաքուն հիշեցնում իր նախապայմանների մասին։ Իլհամ Ալիևն իր օգնականի միջոցով Հայաստանին հերթական հիշեցնող ազդանշանն է ուղարկել, հասկացրել, որ արդեն ժամանակն է անցնելու գործողության եզրափակիչ փուլին։ Թուրքական Global Haber լրատվականին տված հարցազրույցում Հաջիևը թվում է թե նոր բան չի ասում, բայց տողատակերում բացահայտվում է Բաքվի ու Անկարայի միացյալ ռազմավարությունը, որտեղ Հայաստանին ներկայացում են նոր, ել ավելի ընդգրկուն նախապայմաններ։ Տեսեք, թե ինչ է ասում Ալիևի օգնականը, մեջբերեմ, Հայաստանի սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ։ Հայաստանում առաջիկայում կսկսվի նոր սահմանադրության ընդունման գործընթաց, մենք այդպիսի ազդակներ ենք ստանում։ Երբ տարածքային պահանջները հանվեն սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիրներ չի տեսնի վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի դե ֆակտո խաղաղ իրավիճակ։ Այս տեքստում կա երկու առանցքային քաղաքական վտանգ։ Նախ Բաքուն սկսել է խոսել Անկարայի անունից եւ սահմանադրության փոփոխության պահանջը մեխանիկորեն կապելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, Ադրբեջանը փակում է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը առանց Երևանի լիակատար զիջումների։ Իսկ տարածաշրջանում արդեն դե ֆակտո խաղաղություն է թեզով, Բաքուն ակնկալում է, որ իրենք չեն շտապում դե յուրե խաղաղության պայմանագիր ստորագրել ու նրանք կարող են տարիներով ձգձգել գործընթացը Հայաստանից կորզելով նորանոր զիջումներ։ Արման, սիրելի հեռուստադիտողներ, Հայաստանի իշխող քաղաքական ուժն էլ պահը բաց չի թողնում հայտարարելու, որ անկախության հռչակագրին հողումը անպայման հանվելու է մեր մայր օրենքից։ Այսօր քպական Էդուարդ Աղաջանյանն է մեր թղթակցի խնդրանքով արձագանքել Հաջիևի հայտարարություններին ու ասել, թե իրենք հրաժարվելու են անկախության հռչակագրից, բայց ոչ թե Բաքվի պահանջով, այլ իրենց նախաձեռնությամբ։ Լսենք։ Որևէ կերպ նրանց պահանջով մեր ներքաղաքական եւ մասնավորապես սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ քայլ չենք անելու, դա բացառված է եւ կրկնում եմ, դա մեր ներքին օրակարգն է, մեր ներքին գործն է եւ որևէ այլ երկրի պաշտոնատար անձ չի կարող խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, առավել եւս սահմանադրության փոփոխության հարցերում։ Դուք ինչ տեղեկություն ունեք կոնկրետ անկախության հռչակագրից հեռացարում, այսինքն հանելը։ Ես տեքստին այս պահին ծանոթ չեմ, ես կարծում եմ վերջնական, որ արդեն տեքստը կդրվի հրապարակային քննարկման, այդ ժամանակ արդեն կքննարկենք։ Կարծում եմ, որ այո, պրեամբուլայի այդ հատվածը պետք է փոխվի։ Այսինքն ամեն դեպքում այդ Ադրբեջանի պահանջը չի, այդ մեր նախաձեռնությունն է։ Այո։ Լարա, այս հայտարարություններն առավել տարօրինակ են հնչում այն ֆոնին, որ ակնհայտ համակարգված պետական արշավ է իրականացնում Բաքուն։ Բացի Հաջիևից, այսօր ճիշտ նույն թեզերով հանդես է եկել նաև արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՀՀԿ գործող նախագահի հետ ճեպազրույցում։ Հաջիևն ու Բայրամովը միաժամանակ նույն վերջնագրերն են հղում, ցույց տալով, որ Ալիևի աշխատակազմն ու արտաքին գործերի նախարարությունը աշխատում են մեկ միասնական պլանով։ Սա ուղիղ ազդակ է Երևանին, որ առանց սահմանադրության փոփոխության որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը իդեպ նույն բառապաշարն է օգտագործել, ինչ Ալիևի օգնականը՝ դե ֆակտո խաղաղություն, Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դուրսբերման պահանջ եւ այլն։ Ստացվում է, որ ԿՊԱ-ականների ցանկությունները զուտ պատահականորեն համընկնում են Բաքվի պահանջների հետ։ Այո, Արման, իդեպ ԿՊԱ-ականները, ինչպես հայտնի է, այս պահին չեն կարող նախաձեռնել սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ հանրաքվեն, որովհետև դրա համար սահմանադրական մեծամասնություն չեն ստացել, բայց այսօր հույս են հայտնել, թե ընդդիմադիրների շարքում կգտնվեն իրենց խոսքով պետականամետ գործիչներ, որոնք կօգնեն քվեարկության պահին։ Այս հայտարարություններին արձագանքել են ընդդիմադիրները, լսենք։ Անգամ հանրաքվեի անցկացումը պետք է մեր թույլտվությունը, մեր համաձայնությունը։ Ես չեմ տեսնում, որ այսօրվա առաջարկը Ադրբեջանի
դա օրինական առաջարկ է մեր երկրի համար։ Իրենք պետք է չորոշեն մեր երկրի սահմանադրությունը ինչպես լինի։ Մենք պետք է գնում ենք խաղաղության պայմանագրին, պետք է ունենանք խաղաղության պայմանագիր, բայց այդ խաղաղության պայմանագիրը պետք է փակի շատ դռներ, մեր ապագա վտանգների դռները։ Եվ կարող եք վստահ լինել, որ մեր բոլոր քայլերը, քաղաքական քայլերը ունենալու են մի ուղղություն։ Ունենալ խաղաղություն, բայց թույլ չտալ Հայաստանում էթնիկ փոփոխություն։ Բացառում եմ մեր մասով, որ կմիանան ՔՊ-ին այդ նախաձեռնությանը, պարզապես բացառում եմ։ Բայց շատ խորքային հարց եք ասում, տեսեք ինչա տեղի ունենում։ Իրենք սկսում են ժողովրդին լարել մեր դեմ, որպեսզի կարողանան հետո այս սպառնալիքի, շանտաժի, այս քայլերի ներքո բավարարեն Ադրբեջանի պահանջները։ Այո, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը տվել են մեկնարկը, որ ով չի օգնում մեզ կատարենք Ադրբեջանի պահանջը, դրանք հակապետական ուժեր են։ Եվ ես չեմ բացառում, ինքը կոչ անելու ժողովրդին հավաքելու է, փորձելու է մեր վրա ճնշում բանեցնել, որպեսզի բավարարեն Ադրբեջանի պահանջները, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել Ալիևին եւ այդ խոստումը կատարելու բավարար քվե չի ստացել, փորձելու է շանտաժի, սպառնալիքի, ձերբակալությունների, կալանավորումների, իմիջիալոցես բռնաճնշումները նաեւ պայմանավորված են դրանով, որպեսզի երկրում ջարդի դիմադրությունը, ոչնչացնի դիմադրության օջախները, որ կարողանա Ադրբեջանի պահանջները բավարար։ Մենք գտնվում ենք այս փուլում եւ մեր երկրի գլխավոր հիմնական օրակարգը այս պահին սա է։ Տաղավարում շարունակում ենք զրուցել Հայլուրի վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Արման, Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության եւ համերաշխության հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Հաջիևը բավականին ակտիվ ներկայացրել է նաեւ օկուպացված Արցախում ադրբեջանական կողմի տարած աշխատանքները, ինչու է Բաքուն այդքան ջանասիրաբար թուրքական կողմին, ասես, ներկայացնում, թե ինչ է արվել օկուպացված Արցախում։ Սա Բաքվի կողմից սեփական ռազմաքաղաքական հաջողությունները թուրքական լսարանին վաճառելու եւ Անկարայի արչեւ դաշնակցային հաշվետվողականություն ցույց տալու դասական օրինակ է լարը։ Հաջիևը թուրքական պատվիրակության արչեւ փորձում էր հիմնավորել Արցախի բռնազավթման արդյունավետությունը ու պնդում է, թե իբր Ղարաբաղում ապրող, աշխատող եւ սովորողների թիվն անցնում է 60,000-ը եւ որ իրենք վերակառուցում են 9 քաղաք ու հարյուրավոր գյուղեր։ Ըստ էության, Բաքվին անհրաժեշտ է Թուրքիային ցույց տալ, որ իրենց ներդրումներն ու ռազմական աջակցությունները զուր չեն անցել։ Հաջիևն ուղղակիորեն ասում է, այն սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան։ Այսինքն Արցախի օկուպացիան ներկայացում է որպես թուրք-ադրբեջանական տանդեմի ընդհանուր հաղթանակ եւ տարածաշրջանում թուրքական ազդեցության տարածման գրավական։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։